Պողոս Առաքյալը ասում է. ես ուզում եմ այժմ խոսել կռապաշտության մասին։ Ձեզանից ոմանք կասեն, թե դրա մասին պետք չի խոսել, որտեղ մենք արդեն հեթանոս չենք, կռապաշտությունը մեր մեջ չկա։ Բայց Պողոս Առաքյալը հանդիմանում է նրանց եւ ասում, որ դուք դեռևս շատ կուռքեր ունեք ձեր կյանքում, որոնց դուք պաշտամունք եք մատուցում։ Պարտադիր չէ, որ մարդը կուռքի առջև կանգնի եւ երկրպագի։ Մենք շատ բաներ կա, որ մեզ համար դարձնում են կյանքի նպատակ, իմաստ եւ խորհրդանիշ, եւ ամբողջ էությամբ ձգտում ենք դրան։ Դրանք շատ տարբեր բաներ կարող են լինել։ Օրինակ, ծնողը, երբ որ երեխա է ունենում, զավակ ունենում, իր երեխային դարձնում է կուռք, եւ սկսում է այնքան երես տալ, այնքան սանձարձակ դարձնել, որ այդ կուռքը սկսում է իր վրա ընկնել, կոտրել իրեն, այսինքն երեխային չի դաստիարակում, երեխայի հոգու փրկության մասին չի մտածում, հավիտենական կյանքի մասին չի մտածում, միայն մարմնի ծառայության մասին է մտածում, որ ուտելիք հագնելիք տեղը լինի, բայց մի տող աղոթք չի սովորեցնում, եկեղեցի չի տանում, ավետարան կարդալ չի տալիս։ Այսպես կարող է լինել նաև մասնագիտությունը, աշխատանքի ինչ է, զբաղմունք, բայց ոչ կյանքի վերջնական ու հավիտենական նպատակ։ Անգամ դրախտում Ադամը պետք է աշխատեր, պարապ չպետք է մնար։ Աշխատանքը շատ կարևոր, բարի աշխատանքը եւ նշանավոր բան է։ Մարդ երբ որ աշխատում է, բարի աշխատանք է կատարում, արդեն կրքերը, մեղքերը, ցանկությունները սանձում է, եւ եթե կարողանում է աշխատելով աղոթել կամ աղոթելով աշխատել, ապա կրկնակի աղոթք է լինում։ Բայց եթե մարդը իր աշխատանքը դարձնում է իր կյանքի իմաստը, ոչ թե աղոթքն է, ոչ թե Աստվածը իր համար առաջնահերթ, առաջին տեղում Աստված չկա, իր նպատակը օրինակ երաժշտությունն է, պես Աստծո փոխարեն, կամ վերջնական հավիտենական նպատակը երաժիշտ լինելն է, արարելն է, ստեղծելն է, բայց չէ, որ այդ երաժշտությունն էլ մի շնորհ է, որ Աստված է տալիս, եթե դու Աստծուն հանում ես, կարծես շնորհազրկվում ես էլ, քո կյանքի իմաստն ու նպատակը ունայնություն է դառնում։ Բոլոր ամենալավագույն երաժիշտները, չգիտեմ, արվեստագետներն են, մի պահ ունայնություն են ապրել, որտեղ հասկացել են, որ ամեն ինչ ունայն է, դեռևս Սողոմոն իմաստունն ասում է, որ ամեն ինչ ունայն է, ունայնություն ունայնությանց, ամեն ինչ տալիս են, ինչ են ձեռք բերում, հպարտություն, մարդկային սին, գովասանք, փառք, մեծարանք, որը ունայնություն է, ինչպես մեր Տերն է ասում, թե մի ձգտեք մարդկանցից եկած փառքը ունենալ, այլ ձգտեք միակ փառքը, որ Աստծուց է գալիս։ Մարդկային փառքը ժամանակավոր է, փոփոխական է, աստվածային փառքը անանց է ու անփոփոխ, հավիտենական։ Ուրեմն ամեն ինչի մեջ մենք չափ ու սահման պետք է դնենք, հասկանանք, որ աշխատանքը մեզ համար վերջնական կամ մասնագիտությունը մեզ համար կյանքի նպատակ չէ, այլ միջոց է, որ բարին գործենք, լավ, որ մարդը լավ մասնագետ լինի, լավ ծառայի, լավ արվեստագետ լինի, լավ երաժիշտ լինի, բայց եթե իր մտքում, հոգում, սրտում, իր կյանքում իր մասնագիտությունը, իր արհեստը, իր արվեստը Աստծո փոխարեն է, կուռք է իր համար դարձրել, դա շատ վատ է։ Այո, լավ բան է աշխատանքը, ձգտենք աշխատել, բայց երբեք չմոռանանք Աստծուն եւ չափից ավել չաշխատենք։ Երբեմն մարդիկ շաբաթ կիրակի չունեն, ամեն օր 10-12 ժամ աշխատում են, վերջո սպառվում են, թե հոգով եւ թե մարմնով, եւ իրենց ամբողջ աշխատանքը ջուրն են գնում։ Եվ
անօգտակար է լինում, աշխատանքը պետք է չափով լինի, աղոթքն էլ չափով պետք է լինի եւ հանգիստն էլ չափով պետք է լինի, ամեն ինչ իր տեղը պետք է լինի։ Այն ժամանակ մենք մեր աշխատանքից էլ համոհոտ կստանանք, մեր աղոթքից էլ պտուղ կունենանք եւ մեր հանգիստն էլ հանգիստ կլինի։ Ի վերջո կհասնենք հավիտենական հանգստին։ Ամեն